Բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, այսօր նոյեմբերի 18-ն է, օրը երեքշաբթի։ Աշխատանքային ևս մեկ շաբաթ իր ընթացքն է առել, կրկին հետաքրքիր, հյուրաշատ, հագեցած եթերներ ենք ունենալու, քանի որ վերջին շրջանում հետաքրքիր միջոցառումների ու իրադարձությունների պակաս հաստատ չի եղել։ Այս պահին ուզում ենք սիրով շնորհավորել սիրված երգչուհի դերասանուհի Արփի Գաբրիելյանի ծննդյան տարեդարձը, մաղթելով ամենալավն ու բարին անսահման երջանկություն եւ անհոգ լինես քո գեղեցիկ ընտանիքի հետ միասին, նորանոր ձեռքբերումներ, հաջողություններ, կարիերայում հրաշալի աճ ենք ցանկանում քեզ եւ ուզում ենք, որ ոչ միայն ընտանիքի սերը վայելես, այլ նաեւ քո սաների սերը վայելես։ Եվ շատ ու շատ երկրպագուների միանշանակ Արփին նաեւ մեր շատ լավ ընկերն է, հրաշալի մարդ իր տեսակով եւ իհարկե վառվռուն կերպար հայկական շոու բիզնեսի եւ այս ինդուստրիայում, այնպես որ շատ ենք սիրում քեզ, միշտ շարունակել լինել այնպեսին, ինչպեսին կաս։ Այսօր նաեւ Armenia TV-ի գլխավոր օպերատոր Վազգեն Մուրադյանի ծննդյան տարեդարձն է, նրան էլ մաղթում ենք լիքը հաջողություններ, ուժ, եռանդ, կորով եւ միշտ լավ աճք առանց կարճատեսության եւ հեռատեսության, որպեսզի այն ֆոկուսը, որ նա է պահում իր կադրում, միշտ լինի իրապես ֆոկուսի մեջ։ Եվ սիրելի, այո, եւ նաեւ շնորհավորում ենք բոլոր այն մարդկանց, ում մենք չենք ճանաչում, բայց այսօր իրենք ծնվել են եւ ուրախացրել են իրենց ընտանիքի անդամներին։ Այո, ուրախացրել են իրենց։ Իսկ այս պահին մենք եթերը շարունակենք խոսելով եղանակի մասին, որովհետև ամեն անգամ ապշում ենք, երբ նոյեմբերի հերթական օրերն ենք ապրում, տաք եւ ոսկեզօծ աշնան, այս տարի իսկապես գեղեցիկ աշուն է ամենուրեք, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, բնությունը կարծես կտավ լինի, առաջիկա օրերին էլ դեռ վայելելու ենք այս ամենը, քանի որ սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Այո, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-ից 4 աստիճանով։ Մի խոսքով դեռ աշնանային հաճելի օրեր են լինելու, իսկ հիմա պատմենք մեր քաղցր գործընկերոջ մասին, դուք էլ վայելեք ձեր սուրճը դրա հետ մեկտեղ։ Սիրով ցանկանում ենք ներկայացնել մեր գործընկեր Ժակ Օղրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի եւ նրբահամ կոնֆետների լայն տեսականի, խրթխրթան թխվածքաբլիթներից մինչեւ հատնտիր շոկոլադների բազմազանություն, բացառապես անարատ հումք, թարմ վաղադրիչներ ու ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ կոկո ջամբոն, իրական էներգիայի աղբյուր, դրայվ կուսան, գետնանուշի, փափուկ կարամելի եւ շոկոլադի իդեալական համադրությամբ եւ բոլորիս սիրելի քվեստը՝ նուգա կարամել, շոկոլադե գլազուր, քաղցրություն, որը պարգևում է էներգիա եւ լավ տրամադրություն։ Ընտրեք ձեր սիրելի համը եւ վայելեք ամեն պահը, սիրելի հեռուստադիտողներ։ Այո։ Դե ինչպես միշտ այսօր էլ ունենալու ենք հետաքրքիր եթերային ընթացք, նախ մեր հյուրերի հետ կզրուցենք Central Clinic բժշկական կենտրոնի կարևոր գործունեության, բազմապրոֆիլ բժշկական ծառայությունների եւ մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, այնուհետև նոյեմբերի 15-ից Armenia TV-ի եթերում մեկնարկեց Փարավոնի ժառանգը նոր մեգա մասշտաբային ռեալիթի շոուն, որը ինչպես հասկացան, լինելու է գերէմոցիոնալ եւ ինտրիգային, ամեն բան իրական է, կատարվում է հենց ձեր աչքի առաջ, բազում փորձություններ, որոնց միջով անցնում են մասնակիցները եւ նրանցից միայն մեկը կարժանանա հրաշալի ժառանգությանը շակերտների մեջ։ Իսկ ինչի մասին է այո խոսքը, մենք կհյուրընկալենք իրենց բարելույսյան տաղավարում եւ կխոսենք դրա մասին։ Այո, այդ մասնակիցները կլինեն մեր տաղավարում եւ մասնակիցներից զատ նաեւ հաղորդավարին մեր շատ սիրելի Ներսես Ավետիսյանին կհյուրընկալենք, շատ հետաքրքիր զրույց կունենանք նրանց հետ եւ իհարկե մեր մշտական էջերը կհասցնենք թերթել շաբաթվա մշակութային իրադարձություններին, կծանոթանանք եւ իհարկե օրվա բաղադրատոմսն ենք բացահայտելու։ Ճիշտ է, այսօր երկուշաբթի չէ, մի փոքր հաղթել ենք ավանդույթները եւ այսօր Սաթենիկի հետ խոհանոցում կլինի նաեւ մարզիչ սննդաբան Էլիզա Պետրոսյանը եւ միասին յուրահատուկ ու համեղ աղցանք պատրաստել։ Երբ Էլիզան տաղավարում է լինում, արդեն պարզ է, որ
հստակ, առողջ եւ բալանսավորված մասնագիտական թեթև ձեռամբ սնունդ է մեզ առաջարկվելու եւ ոչ միայն առաջարկվելու, մենք այն անպայման նաեւ ուտելու ենք։ Փորձելու ենք, այո, բայց մինչ աղջիկներին ողջունելը մենք ներկայացնենք մեր գործընկերոջը մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է, ինչ առաջատար է նաեւ Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավի նագետների բազմազան տեսականին եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավի նագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավի նագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք եւ հարմար սնունդ է սպորտով զբաղվողների եւ պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքն առաջարկում է հավի նագետների տարբեր համային տեսականի՝ դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաեւ ունի հավի ձողիկների դասական տարբերակ։ Յուրաքանչյուր նագետ փափուկ է, նուրբ, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով, իսկ դե Աթենքի հավի նագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Եվ Աթենքի հավի նագետները կարող են դարձնել եւ հիմնական ուտեստ, եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում եւ ընկերական հանդիպումները դարձնում ել ավելի հետաքրքիր եւ ժամանցային։ Տեղափոխվենք խոհանոց, հասկանանք, թե այսօր աղջիկները մեզ ինչպես են կերակրելու։ Բարի առավոտ։ Բարի առավոտ, Էլիզա Սաթենիկ։ Բարի առավոտ։ Մի քիչ ավանդույթը խախտեցինք, 3 չէր եկել, 2 շաբթի, 3 շաբթի, բայց կարևորը Էլիզանց տեղ է, շնորհակալություն Էլիզա, եւ կարևորը համեղ բաղադրիչները, մեկը մյուսից տարբերվող, այո, բայց շատ համեղ։ Այո, շատ հետաքրքիր համադրություն։ Այո, իդեպ ասեմ, որ այս տարբերվող համադրությունը մեր բարելույթյան տանանդամները շատ են սիրում։ Հա։ Այո։ Հիմա ասա ինչ ենք պատրաստելու, բարելույթ։ Ինչպես այսօր ինձ այստեղ հարցրեցին, ինչ աղցան ենք պատրաստելու, ասի թիթիզ աղցան։ Այսօրվա մեր աղցան ռեստորանային աղցան։ Այո, շատ գեղեցիկ տեսք է ունենալու եւ շատ համեղ ու շատ օգտակար։ Առաջինը մեր այսպես կարևոր բաղադրիչը այսօր տանձն է։ Տանձը շատ հարուստ է մանրաթելերով ու ես խորհուրդ եմ տալիս հատկապես այս շրջանում, որ ինքը գտնվում է իր ճիշտ այսպես սեզոնի մեջ, շատ օգտագործենք, աղիների առողջության համար բավականին լավ է եւ այսօրվա մեր աղցանի մեջ մենք իրեն օգտագործելու ենք երկու ձև, եւ այսպես թարմ եւ տապակած տարբերակով։ Հաջորդ մեր բաղադրիչը ռոկֆոր պանիրն է, որ ամենահին կանաչ պանիրների ցանկին է պատկանում։ Սաթենիկ, գիտեմ, որ դու հաջորդիվ հարցնելու ես կալորիականության մասին, բայց այսպես ասեմ, կալորիական է, այո, բայց նաև շատ օգտակար։ Ինքը սպիտակուցով բավականին հարուստ է, այսինքն իր կալորիականության բարձր լինելը չի խանգարում, որ իր օգտակարությունը մեր օրգանիզմը ստանա։ Պարզապես այստեղ պետք է ես խորհուրդ տամ, որ ավելի քիչ քանակությամբ օգտագործենք, որպեսզի կալորիաների հետ բալանսը չխախտենք կամ զուտ գտնվենք մեր կալորիաների մեջ։ Այստեղ ունենք առողջ ճարպերից դդմի այս սերմերը, որը կրկին տապակելու ենք, ավելացնելու ենք ընկույզի հետ միասին եւ իհարկե բջջանոթով հարուստ մեր ռուկոլան, իսկ վերջում արդեն ավելացնելու ենք մեղր։ Շատ լավ։ Իսկ մենք ինչ ենք օգտագործելու համեմունքներից։ Համեմունքներից այստեղ կարծում եմ կարելի է, այո։ Քանի որ ես ներկայացնելու եմ մեր գործընկերոջ կողմից առաջարկված տեսականին, ոչ միայն սև պղպեղը, այլ համեմունքները կամ այն ինչ որ դուք ուզում եք օգտագործեք, խոսքը իհարկե մառանիկի մասին է։ Հենց այս պահին ձեր էկրաններին է, ես էլ սիրով ներկայացնեմ, հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն։ Մառանիկ ապրանքանիշ։ Կատարելության ճանապարհին կարևորում է ամեն մանրուք, բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը։ Որակի խիստ վերահսկողություն, արդյունքում ստեղծվում է արտադրանք, որ էլի է անկրկնելի քիմքին, հաճելի յուրահատուկ համերով։ Ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Դե ինչ,
Մենք ինչ ենք անելու սա էլ տապակելու ենք, մի մասը տապակելու ենք, մյուս մասը այսպես առաջ մեկ շերտով դասավորելու ենք արդեն մատուցվող ափսեի վրա։ Ես օրինակ տապակել եմ ոչ թե ձիթայուղով, այլ կարագով, այլ ավելի համեղ էր ստացվել։ Ինչու ենք մենք կարագը փոխարինում այս պահի դրությամբ ձիթայուղով։ Տեսեք, առհասարակ կարագով եւ կարելի է կարագով եւ տնական պատրաստած յուղով, այո, բայց այս պահին ես չեմ կարող ասել այսպես տապակում եմ ձիթայուղով, որովհետեւ զուտ մի շերտ այսպես թավայի ներքևի հատվածը պետքա տարածենք վրձինով, որպեսզի այդ կմտնելու հավանականությունը չլինի, կամ կարելի է ուղղակի գրիլ անել, կամ կարելի է չկպչող տարաների մեջ իրեն այդպես տապակել։ Այստեղ մենք շեշտը չենք դնում ձիթայուղի կարագի վրա, զուտ դնում ենք, որպեսզի ինքը ճիշտ այրման աստիճանի հասնի, չվնասվի։ Իսկ ներողություն, իսկ եթե մենք ուզում ենք մի փոքր ավելի լավ տապակենք, միանշանակ կարագով տարբերակն է ճիշտ եւ ոչ թե ձիթայուղով այս տարբերակում։ Շատ բարի։ Մենք ուզում ենք խավարտ, ինչ դնենք կողքին, որը կհամապատասխանի։ Մենք աղցանը ունենք, մեզ որպեսզի հագեցնող լինի, որովհետեւ շատ թիթիզ աղցան է ամեն դեպքում, թե պատար պետք է վայելել չի հագեցնի, քանի որ հեռուստադիտողները արդեն սովոր են, որ պետք է հագենան, հետո անցնեն իրենց աշխատանքի, այդ իսկ պատճառով հարց առաջացավ, ինչ խավարտով կարելի է մատուցել։ Ես մի փոքր համաձայն չեմ քո հետ հագեցնելու հետ կապված, քանի որ մենք առողջ ճարպերով ենք ավելացնում եւ ես շեշտեցի արդեն, որ եւ առողջ ճարպերով եւ բավականին մեծ սպիտակուցի քանակով է հարուստ ռոկֆոր պանիրը։ Եթե մենք սա որ ես քո այսպես ենթահարցը հասկացա, այսինքն կլինի նախաճաշ, ճաշընթրիկ, ոչ, սա կարելի է մատուցել կամ որպես միջ ուտեստ, այսինքն նախաճաշից լանչի ընկած ժամանակահատվածում փոքրիկ։ Ես կարող եմ առաջարկել որևիցե մի սպիտակուց, որովհետև սպիտակուցը միշտ մեզ պետք է ու յուրաքանչյուր դու նկատի ունես խառնելով աղցանի մեջ կողքը մատուցել, քինոան իդեալական կհամադրվի, նաև կարելի է ինչ-որ կենթանական սպիտակուցով չեմ կարծում զավարը համադրվի այստեղ, կարելի է հավի կրծքամիս անգամ այսպես ջեռոցում պատրաստել եւ մատուցել իր հետ, բայց ինքը ամբողջական է։ Ես առաջարկեմ հավատարիմ հեռուստադիտողներին Զանգեզուրի կողմից առաջարկված թռչնաֆաբրիկայի ամբողջ տեսականին, քանի որ մստային ոչինչ չունենք մենք այս պահին։ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ բարձրորակ մսամթերքը պատրաստված է բնական պայմաններում, սիրով, պատասխանատվությամբ։ Եվ ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է։ Անարատ, բարձրորակ թռչնամիս, սիրով պատրաստված Սյունիքի լեռներում, հավ, բդիկ, թևիկ, քարաճիկ, սիրտ եւ այլ տեսականի Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութում Պարույր Սևակ 92 կոտորակ 6 հասցեում։ Այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ, առաքումն ամբողջ Երևանում։ Անվճար զանգահարեք 041 01 01 42 Զանգեզուր թռչնաֆաբրիկա մաքրություն, որը դառնում է վստահություն։ Վստահորեն, արի խոսքը փոխանցենք մեր գործընկերներին, թող նրանք շարունակեն, թե ես էլ հագնեմ ձեռնոցը եւ օգնեմ քեզ։ Բարի լույս։ Խոսքը ձերն է։ Շնորհակալություն Սատ, այսօր շատ հետաքրքիր եւ զվարճալի օր ենք մենք սկսել, այս պահին առաջարկում ենք դիտել գովազդ, այնուհետեւ կշարունակենք։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր մենք մեր եթերը սկսում ենք կարևոր ինֆորմացիայով բժշկության հետ կապված։ Central Clinic բժշկական կենտրոնի գլխավոր առաքելությունն է ապահովել բարձրորակ բժշկական ծառայություն յուրաքանչյուր բուժառուի համար, ցուցաբերել հոգատար վերաբերմունք եւ ստեղծել հարմարավետ, անվտանգ եւ վստահ միջավայր բոլոր այցելուների համար։ Central Clinic բժշկական կենտրոնում ներդրված են ժամանակակից բժշկության բոլոր հնարավորություններն ու գործում են բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ։ Այս ամենի մասին մենք կզրուցենք մեր հյուրերի հետ, որոնք արդեն տաղավարում են։ Այո, իսկ ես սիրով կներկայացնեմ նրանց, տաղավարում են Central Clinic բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Էլինա Վարդանյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Անոթային վիրաբույժ Արեն Եսայանը, բարի լույս, եւ գաստրոենտերոլոգ Լուսինե Ստեփանյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Հիմնականում ինչպես են արթնանում բժիշկները։ Շուտ թե որպես այդպեսին դժվարությամբ են արթնանում։ Այ բժիշկի հետաքրքիր է առավոտը ինչպես է սկսվում։ Սուրճից իհարկե։ Սուրճով։ Դե այո, յուրաքանչյուր human sapiens։ Նախորդ օրվա ծանրաբեռնվածությունից աշխատում ենք շուտ սկսել օրը, թարմ ուժերով սկսել եւ հիմնականում առավոտ շուտ ենք արթնանում։
Շատ լավ, եթե խոսում ենք Central Clinic-ի մասին, ասում ենք, որ բնականաբար ունի հստակ դրված առաքելություն, նպատակ, նախ պատմեք, թե ինչպես հիմնադրեցիք Central Clinic-ը եւ որն է այս կլինիկայի հիմնական առաքելությունն ու նպատակը։ Իրականում մեր բժշկական կենտրոնը ստեղծելիս մեր ամենագլխավոր նպատակը այն է եղել, որ յուրաքանչյուր մարդ, ով մուտք կգործի մեր կենտրոն, լինի դա թե բժիշկ, թե բուժարու, իրեն պետք է լավ զգա, հարմարավետ եւ ապահով։ Մեր գլխավոր արժեքը եւ առաքելությունը մեր բուժարուներն են եւ այն, որ իրենց մեր կենտրոնում չպետք է զգան ինչպես են բուն հիվանդանոցում։ Այսինքն պետք է շրջապատված լինեն մշտական ուշադրությամբ, հարմարավետությամբ եւ զգան, որ բուժումը կարող է լինել նաեւ շատ հաճելի, թեթև, ոչ այդքան ծանր, ոնց որ ընդունված է համարել։ Եվ կարծում եմ մեզ մոտ դա ստացվում է, ըստ մեր բուժարուների կարծիքների։ Շատ հաճելի է դա հնչում, բայց մեզ հետաքրքիր է թե դուք ինչ քայլերով եւ ինչ մեթոդներով եք դա իրականացնում ձեր կլինիկայում։ Իրականում, քանի որ շատ կարեւոր է նաեւ բուժարուների հոգեբանական, այդ վիճակը, այսինքն շատ բան կախված է ոչ միայն բժշկական, այսինքն կարևոր է շատ բժշկական իհարկե մատուցումը, բժիշկների պրոֆեսիոնալիզմը, որը կազմում է մեր մոտ հիմքը գլխավոր, այլ նաև բուժ սպասարկումը։ Այսինքն յուրաքանչյուր բուժարուի նկատմամբ պետք է լինի անհատական մոտեցում, պետք է հաշվի առնվեն բոլոր առանձնահատկությունները բուժարուի, ցանկությունները եւ իհարկե ընդհանուր կոմֆորտը։ Այսինքն հոգեբանական աջակցությունները կան, ինչպես հասկացա։ Իհարկե մենք մեր հյուրերին ներկայացնում ենք եւ մասնագիտությամբ նշեցինք, որ անոթային վիրաբույժ եւ գաստրոէնտերոլոգ, այս կուզեի բժիշկ Եսայանի հետ խոսել, թե ժամանակակից բժշկության մեջ որոնք են այն հիմնական առավելությունները, վիրաբուժության առավելությունները անոթային, լազերային միջամտությունից մինչեւ սկլերոթերապիա եւ այս ամենը ինչպես է տեղի ունենում հենց Central Clinic բժշկական կենտրոնում։ Central Clinic-ում մենք արդեն ներդրել ենք բոլոր հնարավոր ժամանակակից մեթոդները, որոնք ապահովում են քիչ տրավմատիկություն եւ ռադիկալ էֆեկտ։ Փորձելով պահպանել կոսմետիկան, մենք չենք մոռանում նայել, որ հիմնական միտքը դա բուժել հիվանդին։ Լազերային միջամտությունները բավականին երկար տարիներ արդեն կան, մենք փորձում ենք ներդնել նոր եւ գործիքները, որոնք ամեն տարի նորացվում են եւ սկլերոթերապիան ինքը հետապնդում է ավելի շատ կոսմետիկ էֆեկտին եւ կատարվում է գրեթե անցավ ու ինչպես ասեցինք, աշխատում ենք հնարավորինս ցավ չպատճառել, բայց ստանալ լավ էֆեկտ։ Շատ լավ, մենք խոսում ենք չէ՞ համընդհանուր այս վիճակի մասին, սկլերոթերապիա, ընդհանրապես անոթային խնդիրներ, բայց բնականաբար կան ախտանշաններ, որոնց բախվում է մարդը եւ հասկանում, որ պետք է դիմել անոթային վիրաբույժի։ Որոնք են այս ախտանշանները, որոնց դեպքում անպայման պետք է ձեր դուռը ծեծել։ Երական պաթոլոգիայի ժամանակ ամենաառաջնակին վիզուալ տեսքն է, որ ի հայտ է գալիս, այսինքն դա աստղիկների ձևով կամ ավելի մեծ երակների տեսքով արդեն լինում է։ Երկրորդ ամենահաճախակի հանդիպող դա ծանրության, հոգնածության զգացում է օրվա վերջում եւ երբեմն նաեւ այտուցներ են միանում։ Այդ պարագայում ցանկալի կլինի այցելել մեզ Central Clinic եւ մենք փորձենք ամեն կերպ օգնել։ Հենց հետաքրքիր է օրինակ կանխարգելիչ այցելությունները ձեզ մոտ ինչքանով են նվազեցնում հենց այդ անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը։ Տեսեք, կանխարգելիչ այցելությունները շատ կարևոր են, որպեսզի մենք չունենանք այսպես կոչված տրոմբոտիկ բարդություններ, այսինքն տրոմբեր չառաջանան։ Երբ որ ժամանակին դիմում են հիվանդները, բուժարուները, համ վիրահատության ծավալն է իհարկե փոքր լինում եւ կոսմետիկան մենք կարողանում ենք ապահովել։ Նախապես մեր ժողովուրդը չի սիրում շուտ դիմել, սպասում են ամեն դեպքում, դրա համար շատ անգամ այդ կանխարգելիչը հիմնականում որը պետք է կատարվի պոլիկլինիկաներում
վերածվում է բուժման process-ի։ Հա, վերածվում է բուժման process-ի, բայց ցանկալի կլինի իհարկե, որ մարդիկ իմանան, որ ակտիվությունը դա ամենալավ բանն է երակների համար, ֆիզիկական ակտիվությունը։ Եվ ընդհանրապես ավելի ճիշտ է կանխարգելել, քան բուժել, որ բնականաբար էլ չլինել ավելի գերլարված եւ բնականաբար նաեւ հոգեկան վիճակը ավելի առողջ կլինի ավելի։ Տիկին Ստեփանյան, մեզ շատ հետաքրքիր է մարսողության հետ կապված բոլոր տեղեկությունները, ինչ անել, որ մարսողությունը ավելի լավանա մարդկանց։ Այդ համակարգը ճիշտ է։ Այո, այդ համակարգը հաշվի առնելով մեր ազգային սննդակարգի յուրահատկությունները, կծու ուտող ազգ ենք, շատ հաճախ բախվում ենք այդ խնդիրներին եւ այն ժամանակ են դիմում բժշկին, երբ որ արդեն բավականին խորացած է լինում խնդրումը, սննդակարգը, արագ սնվելը, նստակյաց կյանքը, ալկոհոլի եւ սիգարետների չարաշահումը, հա, այսպես ասած fast food-երը բերում են նրան, որ ունենում ենք տարբեր խնդիրներ եւ ինչպես միշտ ուժ դիմելիություն։ Դրա համար ցանկալի է Այո, դե պարզ է, ինչքան շատ ու շատ աղեստամոքսային խնդիրներ կան խոցերից մինչև չգիտեմ, բայց ինձ թվում է դուք ավելի ճիշտ կասեք եւ կներկայացնեք, թե որոնք են ամենատարածված գաստրոենտերոլոգիական խնդիրները եւ ինչպիսի կանխարգելում կամ բուժում է պահանջում եւ ինչ մեթոդներ է գործվում արդեն Central Clinic-ում։ Այսօր մեծ տարածում են գտնում կերակրափողաբորբերը, ստամոքսի եւ աղիների բորբոքային հիվանդությունները, նույն լյարդի հիվանդությունները շատ ակտուալ են դարձել լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հեպատոզը, որը սենց դարի բումն է երևի եւ ուզում եմ հատկապես առանձնակի նշել, որ այս դեպքում սննդակարգը եւ ֆիզիկական ակտիվությունը ոչ մի զգալի արդյունք չի գրանցում, պետք է անպայման դիմել բժշկի, ստանալ համապատասխան մասնագիտական բուժում եւ նոր արդեն սննդակարգով եւ ֆիզիկական ակտիվությամբ պահել ստացած արդյունքները, հա։ Եվ իհարկե չեմ կարող չասեմ հելիկոբակտերային վարակից, բակտերիայից, որը ապրում է ստամոքսում եւ պետք է շատ խստորեն հետևել նրա չափանիշին, ինչքանով է նա գործում ակտիվա, որտեղ խոցերի, էրոզիաների, բոլոր լուրջ խնդիրների պատճառը հանդիսանում է այդ բակտերիան, հելիկոբակտերը, եւ ինքնաբուժությամբ չզբաղվեն, որ ավելի բարդացած վիճակում չդիմեն գաստրոենտերոլոգին, եւ այդ թթվանությունը իջացնող միջոցներ կան, օմեպրազոլ ասածը, որը ժողովուրդը շատ է սիրում, ու ինքնուրույն օգտագործում է ցավոք, բայց 10 օրից նա կարող է ստանալ անդառնալի process թթվանության իջեցում եւ ավելի բարդ վիճակում, ատրոֆիկ արդեն բջջաթաղանթն է հետ զարգանում ստամոքսի վիճակով դիմել բժշկին եւ երկարատև բուժում անել, հա։ Ես կարծում եմ մեր հայազգը ոչ միայն խոհանոցային առանձնահատկություններ ունի, այսպես ասած, կծու-թթու, այլ նաեւ, ինչպես դուք նշեցիք, բժշկին ուշ դիմելու։ Ինձ շատ հետաքրքիր է դուք Central Clinic-ում ինչպես եք անում, ինչպես եք սոցիալական հարթակներում, մեդիա հարթակներում այնպես անում, որ մարդիկ տեղեկացված լինեն ու ավելի հաճախ դիմեն բժշկի, քան մինչև օրինակ դանակը ոսկորին հասնել։ Իրականում միշտ դա խորհուրդ ենք տալիս եւ թե սոցցանցերում ենք բավականին ակտիվ, շատ շուտ փորձում ենք տարատեսակ հոլովակներ նկարահանել տարբեր օրինակներով, փորձերով եւ մարդկանց ուղղորդել դեպի ժամանակին բուժում, քանի որ ինչպես ասում են, կանխարգելումը միշտ ավելի հեշտ է, քան բուժումը։ Եվ ճիշտ ժամանակին, երբ խնդիրը լուծվում է, բնականաբար չի հասնում արդեն ավելի բարդ վիճակների։ Դեպ փաստորեն անհատական մոտեցումը միանշանակ ապահովված է, ծառայությունները, բարձր պրոֆեսիոնալիզմը, հատուկ տրամադրված իրենց մասնագիտության շուրջ մասնագետներ, բժիշկներ, այնպես որ այո, հետևելով ձեր առողջությանը, սիրելի հեռուստադիտողներ, միանշանակ կկանխարգելեք, այլ կբուժեք, որովհետև ճիշտ է, լավ է բուժումը, բայց բուժումից ավելի լավ է կանխարգելումն ու չհասնելը բուժման։ Այո։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Լավ օր ենք մաղթում եւ արդյունավետ աշխատանքային օր։ Մեծ շնորհակալություն։ Բարի մենք իհարկե բազմա շատ եւ բազմաբովանդակ եթերով ենք, դրա համար էլ իհարկե շատ գեղեցիկ անցում կատարեցինք դեպի ձեզ սիրելի հեռուստադիտողներ, այո, որովհետեւ հիմա կտեսնեք թե ինչպեսի հյուրաշատ եթեր է մեզ սպասվում, բայց ես պետք է ասեմ, որ
բազում էմոցիաներ, փորձություններ, պայքար, լարված իրավիճակներ եւ իհարկե ադրենալինի հսկայական չափաբաժին եւ այսպես Armenia TV-ի եթերում մեկնարկել է Հրաչ Քեշիշյանի նոր Փարավոնի ժառանգը ռեալիթի շոուն եւ որի ընթացքում կհետևենք 10 մասնակիցների դժվար, բայց հետաքրքիր ուղուն։ Վստահեցնում ենք գերեմոցիոնալ ու ինտրիգային եթերներ են սպասվում բոլորիս եւ հիմա բացառիկ հնարավորություն ձեզ համար ծանոթանալու մասնակիցների հետ եւ այսպես Այո, եւ այսպես իսկ ես սիրով ներկայացնեմ մեր հյուրերին հաղորդավարը ցավոք սրտի այսօր ներկա չի Ներսես Ավետիսյանն է հաղորդավարը Փարավոնի ժառանգը ռեալիթի շոուի մասնակիցներ Արթուր Ամիրղանյանը, Սոֆի Բախտամյանը, Ռաֆը ցավոք սրտի չի եկել, Լիանա Ասլանյանը, Պապին Ղարիբյանը, Ռիպա Շահբազյանը, Գուրգեն Ասատրյանը, Էլեն Շահբազյանը, Աշոտը եւ Իլոնան նույնպես ցավոք սրտի այսօր ներկա չեն, բայց մենք շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու եւ ես մինչեւ սկսելը հարցազրույց ուզում եմ նախ շնորհավորել, որովհետեւ առաջին կոպիտ ասած սերիան մենք արդեն տեսել ենք, շատ հետաքրքիր էր ու ուզում եմ սկսեք ձեր էմոցիաներից խոսել։ Սկզբից։ Այո։ Գուրգեն Ես ուզում էի զիջեի էլի թողեցիք զանգորես։ Այսինքն միշտ մեծերին էի զիջում։ Շնորհակալ եմ Լիան ջան։ Ես առաջին էպիզոդը նայելուց հասկացա, որ այնտեղ ասենց այն էմոցիան, որը զգացել եմ, ապրել եմ, ամբողջովին կարողացել են ցույց տան։ Կադրից ենքով երևում է։ Օպերատիվ թիմը կարողացել է ցույց տալ, ու վստահ եմ, որ ցույց են տալու, որտեվ ասենց ուզում եմ բաղ չկորցնեմ ու իրոք շնորհակալություն հայտնեմ օպերատիվ թիմին, շատ լավ մասնագետներ են, էլի գովում եմ ձեզ ուղղակի։ Ուզում եմ ասեմ, որ ոչ մի բան fake չի, մեր էմոցիաները fake չի, այդ ամեն ինչը մենք իրոք ապրում ենք։ Առաջի խաղին ծանոթացել ենք մասնակիցներով, իրար տենց չգիտեինք ովքեր են լինելու, ովքեր չեն լինելու, հենց տեղ ենք ծանոթացել, հենց տեղ եմ տեսել, որ Ռաֆն է մասնակցում, ես ու Ռաֆայելի տենց մի շոուի մասնակցել ենք միասին, այնտեղ կոնֆլիկտ ենք ունեցել, ստեղ փորձում ենք հիմա չունենալ։ Արդեն այդ կոնֆլիկտը։ Ստեղ չգիտեմ ինչ կլինի։ Կոնֆլիկտը մեկ էլ իմ ծնունդը ամենաշատ լսված բաներն է։ Ինչ կոնֆլիկտ են ունեցել։ Իրական հարցերն ինչ կոնֆլիկտ է։ Կարամ ասեմ, ուրեմն մենք քանի որ ուղիղ եթերում ենք, ինձ թվում է կոնֆլիկտների մասին ձեզ առանձին կհրավիրենք ձեզ եւ Ռաֆին, անպայման կզրուցենք դրա մասին, տրամադրելով իսկապես եթեր, բայց ինձ իսկապես հետաքրքիր է ձեր որոշումը, դուք ստացաք հրավեր, առաջարկ մասնակցելու Փարավոնի ժառանգը, ռեալիթի շոու, իսկ իդեպ ռեալիթի շոուների որպես այդպիսին բուստ է տեղի ունենում մեր երկրում, որը կարծում եմ որ վատ չէ։ Հետաքրքիր է այդ առաջարկը ստանալուց ինչպես որոշեցիք մասնակցել։ Պապին, խնդրեմ դուք պատասխանեք եւ Ես էլի եմ ասել, որ մտածում էի մասնակցելու եւ չմասնակցելու մասին, բայց երևի լավագույն որոշումը, որ կայացրել էի դրա հետ կապված, այն էր, որ ես մասնակցեցի, որովհետեւ իրոք այն էմոցիաները, որ ես ունեցել եմ, անցելա բոլոր տեսակի պատկերացումները։ Ինչ անհանգստություններ ունեիք մասնակցությունից։ Որ չեմ կարողանա խաղալ։ Որովհետեւ Բայց գիտեիք ներկայացրել էին ինչ խաղ է լինելու։ Մոտավորապես դե այնքան այն սահմանների մեջ որ ներկայացել էին, անհանգստություն ունեի, բայց իրոք այն ընկերները որ ձեռք են բերել, դա երևի ամենամեծ բանն է, որ այստեղից մենք ունեցել ենք, չէ՞, ոնց որ իրանք եկը փասնա, որտեղ մենք ունենք chat միասին, որը որ այսինքն աշխատում է, ամենալավ ու ոնց որ բոլոր անհանգստություններից անցան, երբ որ ծանոթացանք իրար հետ, ու այնքան մտերմիկ ու այնքան sense ոնց որ սահուն է գնացել ամեն ինչ, որ խաղը թեքվել էր կեսից արդեն ոնց որ չէինք ուզում իրար հանեինք, չնայած ինչ հրաժարվի կատարել, բայց բոլոր դեպքերում Ենք մտածում։ Լեանա, դուք մի փոքր ավելի ավագ սերնդի ներկայացուցիչ եք։ Մի փոքր չէ, բավական։ Իրանցից մի 30 քանի տարի մեծ է։ Ո՞նց Որը դիմացաք լավ է, ջահելների։ որ նաև բալանսավորում է սերնդափոխությունը եւ սերունդների մեջ կոնտրաստն է ընդգծում եւ դա հրաշալի է միանշանակ։ Եվ շատ կարևոր է նաև ձեր մասնակցությունը այս դեպքում։ Խնդրեմ Լիլիթ։ Էմոցիաների մասին մի փոքր ձեր պատմեք։ Դուք սկզբում նշեցիք, որ մտածում եք անընդհատ, որ իզուր եք եկել, ես ուզում եմ մի փոքր այդ էմոցիաների մասին։ Որ ներկայացրեցին, կմասնակցես, այսպիսի կերպար պետքա, ես համաձայնվեցի։ Հետո որ եկա այս երեխեքին տեսա, Աստված իմ չբռնեմ,
Հավաք եմ իրենից ու գիշերը փարել։ Շնորհակալություն Շեքսպիրյան պաուզայի համար։ Մի փոքր էլ պաուզա տայեք, մենք արդեն կառաջարկեինք գովազդի։ Չէ, չբռնեմ, գիշերը, մենք շարունակե ես այդպեսում։ Տիկիլյանը ուրիշ բան է ցույց տալիս, բայց ինքը մեզնից բոլորից ակտիվ է եղել։ Այդ չբռնեմից հետո պաուզան սենց պետք է շարունակվեր, բռնեց։ Այստեղ նոր պաուզա լինել, որովհետև ինձ թվում է համեստություն է կանում։ Մտածում էի, ասում էի, ինչի համար է, մինչև էլ չգիտեմ, ինձ ինչի համար են ընտրել։ Գաղտնիքը դրանում է։ Այ գաղտնիքը դրանում է։ Քանի որ ինձ թվում է այս ամբողջ պրոյեկտը ինչ որ sense գաղտնիքների հանելուկների մի կծիկ է, ու ինձ թվում է հետագա մեր նկարահանումների ժամանակ կամած մտածելով պետք է այդ կծիկը քանդել այդ քարկապները, որ իմանանք վերջում ուր ենք գնալու, որովհետև իրականում չգիտենք ոչ մեկս, ինչ է լինելու հետո։ Խնդրեմ դուք պատմեք, թե ընդհանրապես ինչով է տարբերվում այս ձևաչափը, որովհետև սա reality show է, ֆորմատ, որը ոչ sitcom է, ոչ սերիալ, ոչ փաստորեն գեղարվեստական ֆիլմ է դեպքում, բայց նաև տեղի ունենում նկարահանման process, դերաբաշխում որպես այդպեսի։ Ինչպեսի ձևաչափ է, ինչով է տարբերվում մյուս reality show-ներից parallel ժառանգ։ Նախ ասեմ, առաջին տարբերությունը այն է, որ այստեղ խաղի մեջ մենք բոլորս ամբողջ օրը առօրյայում միասին ենք, ամբողջ օրը շփվում ենք իրար հետ, ու այդ շփման մեջ զուգահեռ մենք խաղում ենք նաև իրար հետ, դա շատ դժվար է իրականում եղել։ Առաջին եթերից հետո անկեղծ ասած ես լսել եմ կարծիքներ, որ մարդկանց նույնիսկ թվում է, որ սարքած բաներ կա խաղի մեջ։ Բայց հիմա առիթա ինձ թվում է կարելի է այս առիթը օգտագործել ու ասել, որ ինչ այնտեղ տեղի ունենում, իրոք խաղա, մենք խաղի մեջ ենք, մենք նախորոք ոչինչ չենք իմանում, նույնիսկ արկղերը փնտրելու, արկղերը գտնելու այդ process-ը բոլորիս համար եղել է շատ բնական, ու ճիշտ է, մոնտաժի մեջ այնտեղ շատ կարճ է երևում, բայց մենք շատ երկար ժամանակ այդ արկղերը ման ենք եկել։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ ես իլիրում եմ պապինի խոսքին ասեմ, որ մենք բոլորս ընկերներ ենք դարձել ու իսկապես ընկերներ։ Այդպես դժվար չի խաղալ։ Շատ դժվար է, այդ է ես ասեի ու դառնալ ընկերներ, ամբողջ օրը շփվեք, ծանոթանաք, արդեն իրար ուսումնասիրեք ու հետո արդեն օրվա ավարտին ինչ որ մեկին պետքա լքել։ Այո, դա շատ դժվար է եղել, շատ էմոցիաներով է եղել ու ես կարծում եմ, որ արդեն հաջորդ էպիզոդները, որ եթեր դուրս գան, մարդիկ դա կնկատեն մեր այդ ապրումները հաստատ Երևան էկրաններից։ Իրականում ես որպես դիտող առաջի սերիայում ասում, այո, հասցրել եմ դիտել, բավականին հետաքրքիր էր ինձ համար որպես հեռուստադիտող ու մի առանձնահատկություն նշեմ, որը տարբերում է մյուս reality show-ներից, այստեղ ինտելեկտուալ որևէ հոտ եմ զգացել, ինտելեկտուալ հարցերի շնորհիվ էիք դուք ման գալիս արկղերը, այո, շատ հետաքրքիր է, օրինակ դուք ինչպիսի վախեր եք ունեցել, ես եթե իմանայի, որ ինտելեկտուալ ինչ-որ մոտիվներ են լինելու, երևի թե դժվարությամբ կհամաձայնվեի ու կմասնակցեի։ Եթե անկեղծ ես էլ ոնց պապին ասեց, մինչև վերջին վարկյանը տատանվել եմ, հա, մասնակցել թե չէ, բայց վախերս ավելի շատ այնքան տարբեր էին, ովքեր կլինեն մասնակիցները, ինչ ա մեզ սպասվում, ինչու ոչ այդ ինտելեկտուալ, որովհետև այդ եթերա գնալու դու չգիտես այդ խառնված պահին ոնց քեզ, հա, կդրսևորես, բայց հայտնում ես մի հատ տեղ, աչքերդ բացում ես ու հասկանում ես, որ վերջել հետ վերադարձ չկա, պետք է արդեն մտնել խաղի մեջ, ինտելեկտուալ մոտիվներ շատ ճիշտ նշեցիք, եղել է, ընդհանուր հաղորդում ինքը շատ բարձր մակարդակի վրա եղել, ես վստահ եմ շատ սիրվելու եմ։ Վախեր ունեցել եմ, բայց չեմ փոշմանում, որովհետև իրոք այն էմոցիաները, որ ապրել եմ ու ապրում եմ այս հարթակում, հա սենց ասեմ, անփոխարինելի են։ Այո։ Դուք ինչպես կներկայացնեք կամ կմեկնաբանեք այս ասեմ, այսպես ինտելեկտուալ հոտը իրականում շատ ճիշտ է հնչում ու շատ հաճելի է հնչում ձեր ասածը ու ես ի սկզբանե որ ինձ առաջարկ է եկել էր, ես մի անգամից առանց մի վարքյան մտածելու համաձայնվել եմ, դաժե մինչև վերջ չեմ լսել, թե ինձ ինչ են առաջարկում, ես արդեն համաձայն եմ եղել ամեն ինչին։ Ու սենց շատ հետաքրքիր մի պահ կա, երբ դու բացում ես ու կարդում ես քո հանելուկը, այդ ինտելեկտուալ հոտը, դու հասկանում ես, որ ընդհանրապես ոչ մի բան չես հասկանում, բայց դու պետք է դա անես, ու սա քո ոնց որ առաջի շաբաթն է, դու ուժը այն բարդ ապրումի մեջ ես, որ դու պետք է մտածես, դու պետք է հասկանաս, դու պետք է գտնես ու
ամեն ինչը քեզ թվում է որ ամեն ինչը հուշում է քեզ թվում է որ այն ոնց քո թիմակիցը քո վրա նայեց դա կարա հուշում լինի որ չգիտեմ քո թիմակիցը քեզանից մեծ է կամ իրանք բոցվում են ասում են տատին եւ պապին ուրեմն դա էլ է հուշում ինչ որ խաղի համար բայց ընդհանուր հա շատ անսպասելի հետաքրքիր ինտրիգային ու էմոցիոնալ շատ ռեալիթի շոու է Էլեն, շաբաթներ շարունակ միասին եք, պայքարում եք, դժվարությունների միջով եք անցնում, բայց նաև բնականաբար ընկերության ֆոնին, բայց հանուն որևէ բանի, փարավոնի ժառանգի, որը 3 միլիոն դրամ է։ Հետաքրքիր է, այս պայքարը որևէ լարվածության չի բերում։ Հենց հարց տվեցիք, ցավոտ մի քիչ հարցա ինձ համար։ Իրականում չէ, ես պատրաստ եմ, եթե դուրս գամ, ցանկացածի տեղը գնեմ։ 4 միլիոնով։ Այսինքն լարվածությունը 3 միլիոնը չի բերում, այդ հաստատ։ Իմ համար խաղում լարվածություն ընդհանրապես չկա։ Ինչ դժվարությունների եք բախվում դուք։ Դժվարությունը ամենաշատը դա գնալ դեպի արդարությունն է, որովհետև կան 10 խաղացող եւ կա 10 տարբեր տակտիկա, իսկ ես մարդ եմ, որ ուզում եմ, որ մաքսիմում անկեղծ ու արդար ամեն ինչ լինի, իսկ խաղը մաքսիմում ստի մասին է, ամենադժվարը դա է։ Ի սկզբանե ես գիտեի, որ ինքը լինելու է ավելի շատ սպորտային խաղեր, փոքրինչ ինտելեկտուալ, բայց իմ ինտելեկտուալ հարցը գիտեք որն էր, տեսել եք առաջի եթերում, ասում է ջուրը պահում է այն, ինչ մարդը չի տեսնում։ Այսինքն ջրի մեջ է, այնտեղ ինտելեկտուալ մաս չկար, էլի, բայց հուսամ կլինեն առաջիկա շաբաթներում ինտելեկտուալ խաղեր։ Երբ process-ի մեջ ես, ինչպես դուք նշեցիք, իրականում շատ դժվար է կողմնորոշվելը։ Քեզ թվում է իրական կյանքում, երբ որ դու այդ process-ի մեջ ես, շատ լոգիկայով նախադասություն է գրված ու դու հեշտ կկարողանաս գտնել, բայց խաղի մեջ sense ինչ-որ կան նման հասկանաս կարող է Մենդելեևի տարրն է, որը մենք չենք տեսնում այդ նույն հաշիերկում։ Բայց այո, կպարզվի միանշանակ, նաև կպարզվի, թե արդյոք որտեղ այդ սուտը եւ ճշտի հիման վրա կգտնվի այդ միակ փարավոնի ժառանգը։ Փարավոնի ժառանգը միակն է, չէ՞ լինելու։ Այո։ Ապորինի զավակ չի ունեցել։ Ամեն ինչքան իսկ ո՞ր փարավոն է։ Գիտես, իրենք ընկերացել են, կարող են ապորինի զավակներ էլ կողքից։ Շատ լավ, ես առաջարկում եմ այս բան կարճատև դաթար, հերոստատիտորներ։ Ես առաջարկում եմ այս բան կարճատև դաթար, բայց մենք ձեզ հրաժեշտ չենք տալիս, որովհետև գովազդից հետո միանշանակ նորից շարունակելու ենք այս շատ հետաքրքիր փարավոնյան թոհուբոհը մեր եթերում։ Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, Փարավոնի ժառանգը նոր ռեալիթի շոու Armenia TV-ի եթերում, որտեղ 10 մասնակիցներ ամբողջ շոուի ընթացքում մնալու են միասին, սկսելու են օրը իրենց հետ, իրար հետ ու նրանցից յուրաքանչյուրը պայքարելու է հանուն գլխավոր ժառանգության։ Մենք վերադարձանք, զրուցում ենք նույն թեմայի մասին, մեզ միացել է Փարավոնի ժառանգը նոր ռեալիթի շոուի հաղորդավար, մեր շատ լավ ընկերներ Ստես Ավետիսյանը, բարի առավոտ։ Բարի լույս բոլորիդ։ Մենք իհարկե զրուցեցինք, ինչ դու միացել մեզ հետաքրքիր բացահայտումներ արեցինք, հասկացանք, որ արդեն բոլորդ մտերմացել եք իրար եւ փաստորեն նաեւ խորը մտերմություն է ձեր մեջ ձևավորվել, մենք դա հասկացանք գովազդի ընթացքում։ Բայց հետաքրքիր է ներս որպես հաղորդավար այս դեպքում անընդհատ լինել մշտնջենական ինտրիգի մեջ։ Ինչպես է կարողանում այս ներվը պահել եւ այս մարդկանց փսիխոզի հասցնել։ Լսի, իրականում ֆանտաստիկ էր, որտեղ նկարում են երկրորդ օրվանից սկսած ինտրիգները հայտնվեցին մեր կյանքում ու շատ արագ եղավ այդ ամեն ինչը, որտեղ թվում է թե առաջին օրը, ծանոթության օրը շատ sense ջերմ, հրաշալի ամեն ինչ ու մենք դեռ նախքան նկարումներից սկսելը արդեն մեր ստեղծագործական թիմը զգուշացրել էր մասնակիցներին, որ ձեզ համար էմոցիոնալ շատ ավելի ծանր լինելու, եթե դուք մտերմանաք, այնպես որ առաջնահերթությունը տվեք, որ ատեք իրար։ Ոչ շատ մտերմիկ հարաբերություններին միջ մասնակիցների մեջ, մեզ չլսեցին մասնակիցները եւ նրանց շատ դժվար շաբաթներ սպասվեցին։
Դե, փաստորեն, այո, պետք է չմտերմանալ իրար հետ, բայց ավելի լավ է այդպես, քան որ մեկ պրոյեկտի շրջանակում մտերմանում եք իրար հետ եւ դա ավելի երկար է տևում, քան չէ, որպես այդպեսին հաղթես այդ 3 միլիոնն ու ավելի լավ է ընկերներ տանել այստեղից, քան այդ 3 միլիոն։ Դա ավելի թանկ է, քան 3 միլիոնն էլ հաճելի կլինի, բայց շատ հաճելի կլինի, բայց ինձ օրինակ հետաքրքիր է, մտածել եք ոնց եք ծախսելու 3 միլիոնը, եթե օրինակ դուք շահեք պապին։ Նախ ասեմ, որ Լյուբոյին կփոխեմ 3 միլիոնի հետ ստեղ, ես ընկեր չունեմ։ Ես ասինը կփոխեմ 3 միլիոնի դիմաց, ոչ այդ պրոբլեմ չի։ 3 միլիոն, դե ես մտածում կամ մեքենայից վրա ներդրում կանեմ, եթե օրինակ հասնեմ եզրափակիչ թողեն, հա։ 3 միլիոն ինչքան է անում։ Ներդրում են մեքենայի վրա $7500։ Կոմի գովազդի փողը։ Վառված մարդիկ, հասարակություն դեգրադացիա։ Բայց ներդրում կանես թե կառնես։ Դե չգիտեմ, դրանք տարբեր հայ։ Որտեղ հիմա Արմանը մտածեց, որ դու բանա շիթ ես փոխել $7500-ի։ Ու քշում ես Rolls։ Դե տեսեք, ունեմ գումար հավաքած, շատ եք էլի ինձ բացում ինձ։ Ունեմ գումար հավաքած, աշխատում եմ, բլոգեր եմ, հա, աշխատում եմ։ Դե կդնեմ էտել վրա, ավտո կառնեմ, կամ դե կփակեմ որոշ չափ։ Շատ լավ արդարացում ես։ Տիկիլյանը, դուք ինչպես եք որոշել ծախսել 3 միլիոն։ Նախ ուզում եմ ասեմ Շնորհակալություն։ Չէ, նախ շնորհակալ եմ մենակ նրա համար, որ ինձ հրավիրել են, քիչ առաջ ասում էի, որ ես արդեն փոշմանել էի, բայց որ երեխեք հետ ծանոթացա ու արդեն սկսեցի այդ մի քանի օր իրանց հետ անցկացնել, ես մտածեցի, որ չէ, ես պետք է մնամ ու ապացուցեմ, որ ես շահելու եմ։ Հետո, քանի որ ես տենց ինձ բախտիկյան չեմ զգում, մտածեցի, լավ, մեկա չեմ շահելու, բայց ես արդեն շահած եմ։ Որովհետև շահած եք այսպեսի սերնդի հետ։ Ես քանի որ կայացած կին եմ, այդ 3 միլիոնը իմ համար փող չի։ Ի տարբերություն Լուգոյի, ես դրա փոխարեն ունեցել եմ պատիվ սենց մեծ արտիստների կողքին լինել, այս նկարահանումը ինձ թվում էր այնքան հեշտ է, միշտ տելևիզորով որ նայում ես կինո նկարահանում բան, քեզ թվում է ինչ հեշտ է։ Ես մտա այդ աշխարհը, առաջ անգամ չէր որ հյուր էլի եղել եմ Հմեկում, Արմենիայում էլի եմ եղել հյուր։ Նախագծերում այո, մասնակցություններ ունեցել։ Նա մի քիչ ուրիշ ձև էր, բայց հիմա այս մասնակցության մեջ ես հասկացա ինչքան դժվար է իրանց աշխատանքը։ Օրինակ Ներսեսին մենք սաղ ընտանիքով ինչքան ես ծանոթ ունեմ իր մասին բոլորը լավ էմոցիաներ, որովհետև ինչ լավն է, ինչ լավն է։ Բայց հասկացա ինչ կեղտովում է։ Ես պատիվ ունեցա Մարուն Քեշիշյանի հետ աշխատել, այդքան ժամանակ այդ մի շաբաթվա ընթացքում շփվել, խոսել, շատ sense տնական Ներսեսի հետ, Ներսեսս արդեն։ Տեսնում եք, Հիմա որ քանի որ ասում են պապին ու տատի ավարի ասեմ բոյիտ մատակ, ջանիտ մատակ, հալա չես բոյիտ մատակ։ Շատ սիրել ենք, դրա համար կարևոր չի այդ շահումը, ես արդեն շահած եմ։ Եվ իսկապես դուք հստակ եւ շատ գեղեցիկ նկարագրեցիք ձեր փոշմանելու հետ մտահղացումը, բայց ինձ շատ հետաքրքիր է, ըստ ձեզ սա պայքար է ի վերջո, թե խաղ։ Դուք ինչպես եք պատկերացնում, ինչպեսի զարգացումներ են ունենալ։ Մի բան եմ ուզում ավելացնեմ Տիկին Լիաննայի խոսքին։ Խաղի ժամանակ մենք առհասարակ նկատել ենք, որ մոռանում ենք, որ մենք պայքարում ենք ինչ-որ գումարի համար։ Միտքը ոնց որ կորում էր մեր մոտ, մենք շատ էինք մտել խաղի մեջ, սա պայքար չէ, սա շատ էմոցիոնալ խաղ է, որովհետև պայքար կլիներ այն դեպքում, երբ որ մենք հստակ գնենք դեպի այդ գումարը, բայց մենք հստակ ուր եք գնում։ Ես հստակ կգնայի դեպի գումարը առանց միտքը կորում է, ուղղակի գումարի արկայության գաղափարը, որ մենք ինչ-որ գումար ենք շահելու, դա ոնց որ կորում է։ Ինձ թվում է երեխեքը կհաստատեն այս միտքը։ Ես կարամ մի հատ բան ասեմ, միշտ ինչ-որ պահ որ գալիս էր, որ ասում էի, «Էլս լավ 3 միլիոնի համար չարժի, այս սուտը ասես էլի մի հատ», հետո ասում էի, «Չէ, 3 միլիոնի համար չարժի»։ Իմ համար գումարներ, քիչ թե չէ մի քիչ շատ եթե լիներ, ես հաստատ ինչ
շատ անկեղծ են իրար։ Սկիզբն է, դեռ առաջի շաբաթն է, դրա համար է Սոֆին սենց ասում, բայց հեսա ինչքան մենք քչանանք, մասնակիցներ արդեն դուրս գան, բարձրաց սրվում է, պայքարը գնում է դեպի 3 միլիոն։ Այ ինձ հետաքրքիր է ներսս, սա քո առաջին ռեալիթի շոուն էր, որպես այդպեսին, եւ շատ հետաքրքիր է միտքը ինչպես հղացավ ռեալիթի շոու ստեղծել։ Դե այս միջազգային ֆորմատ է, որից նաև մենք օգտվել ենք ու իրականում սրանից 10 տարի առաջ շատ տխրեցնող է, որ ես արդեն այս բաներ եմ պատմում 10 տարի առաջ նկարանել էինք ցանկալի տեսածու ռեալիթի շոու չեմ հավատում, որ արդեն 10 տարի անցել է, որը եւս էլի շատ հետաքրքիր էր, բայց սա նույն ֆորմատի մեջ, ռեալիթի ֆորմատի մեջ, բայց շատ նոր էր, ինձ համար էլ շատ նոր էր իսկապես, որտեվ ես էլ չէի պատկերացնում, որ այդքան հետաքրքիր ու ինտրիգային է լինելու, որտեվ առաջին օրը ես գնացել էի նկարահանման, ես աշխատանքի էի, երկրորդ օրվանից ես հասկանում եմ, որ ես արդեն ինչ-որ խառնվել եմ այդ ինտրիգների, առանձին ուզում եմ մի հատ հասկանամ, ով ինչա մտածում, ով հետ ինչա կատարվում, ով ումա կրակելու, ով ումա սպանելու, որտեվ իսկապես սա շատ հետաքրքիր միջավայր էր այնտեղ։ Եվ դե շաբաթներով կշարունակվի դա։ Ես հենց դա ուզում ավելացնեի, մենք ինչքան խոսում ենք, ներսեսի այդ արտահայտությունը հիշում ենք, որովհետև եթե չեմ սխալվում, այդ հենց սկիզբն էր խաղի, մենք սենց երեկոյա նստած շփվում ենք լարված, ներսեսը սենց եկավ, սենց այց ես երեք գործի էի եկել, բայց այսօր ու սենց ինքը լրիվ խաղի մեջ էր, եւ այդ արտահայտությունը մենք միշտ հիշում ենք, երբ որ շփվում ենք։ Այնքան բաներ ա եղել խաղի մասնակցության ժամանակ։ Իսկ օգնված ես Մողեսը։ Հա։ Մողեսը ես դեռ այդ օտեմնա դա ես ինձ համար դեռ պրեմիերա է։ Ես եթերով վիրավորում ներսեսի։ Գիտեք, որ այդ մասնակցության ժամանակ այնքան ակտիվ, այն որ սենց այսօր ենք ընկել, կամերաները նկարահանումներ, բան սենց ես եթերը որ նայեցի, ինքս անհամբեր սպասում էի ու եթերի ժամանակ ես հայտնաբերեցի, որ այնտեղ ինչ-որ բան եմ արել, ասել, որ ես չէի հիշում, որտեղ սենց այնքան ակտիվ է ամեն ինչ շատ մերոնք ծիծաղում էին, որ եթերում բազելով գնացել եմ այդ արկղը, մոտեցել եմ որ վերցնեմ, մեկ էլ ասել եմ, ախ, էս էլ իմը չի, դրա վրա ծիծաղում էին բոլոր, ու էլի սենց ժեստեր, շարժում բառեր, որ չենք հիշում, մենք ինքներս այդ ամեն ինչը իմի բերած, հիմա նոր եթերում նայեցինք, ու հիմա ես մտածում եմ մյուս անգամ, որ ինձ հրավիրեն միտեղ մասնակցելու, ես ավելի զգոն կլնեմ, ավելի ուշադիր կլնեմ։ Դա բոլորս ենք այդպես մտածում, բայց արդեն ես հիմա փորձ ունեմ։ Ես խնդրեմ դուք պատմեք ձեր սպասելիքների մասին։ Մենք իհարկե դեռ չգիտենք ինչ է տեղի ունենալու, այն ինչ որ տեղի կունենա, բնականաբար բոլորիս աչքի առաջ է լինելու, բայց յուրաքանչյուրը ինչպես է սպասելիքներ ունեք։ Իմ սպասելիքները, անկեղծ ասած, իմ ամենաառաջնահերթ սպասելիքը դա նա է, որ մեզանից այն մարդը, ով որ լինի մինչև վերջ ժառանգը եւ շահի այդ գումարը, մի հատ շատ մեծ սեղան գցի բոլորիս համար, որ ընդհանուր վերջին անգամ չէ 3 միլիոնանոց կարա չլինի, բայց այն որ վերջնական իրար հետ նստենք, այդ արդեն լավ ազարել կոմպենսացիա, լավ էմոցիաների շուրջ իրար հետ հանգիստ ազատ հոգով կարանանք շփվենք, խոսանք ու հաց ուտենք, որտեվ այն այսպես ասած հաց ուտելը, որը մենք կունենանք հետագա իրար հետ, դեռ փառավոնի ժառանգի ընթացքում, ինձ թվում է լինելու է շատ ծանր։ Դժվար է ուտելուց չխոսել, արդեն ես ուտելուց չեմ կարող չխոսել։ Բայց մենք հայ ենք, հայերը ուտել խմելով, հայերը չեն ասում, որ հաց ճամփա է բացում։ Մենք ձեզ առաջ ունեինք հյուրեր, ովքեր գաստրոենտերոլոգներ էին եւ պատմում էին, որ մասողության մասին, խնդիրների մասին էին։ Բայց իրանք էլ են նույն ձևի հացով ճամփա բացում։ Մենք հայք չենք կարող։ Բայց ես միևնույն է շնորհավորում եմ, որովհետև այո մարդկային ռեսուրսը շատ կարևոր բան է ու մեր ինչքան էլ հումորներ անենք 3 միլիոնի եւ շահումի մասին, միևնույն է այո մարդկային ռեսուրսը միակ եւ մնային բանն է աշխարհում եւ մենք ինչպես ասում են մարդով ենք մարդ։ Խաղից հետո կա ընկերություն, կա այլ կյանք։ Խաղից հետո այնպես որ մաքուր երեսով պետքա անել ամեն ինչ։ Տեսեք, ելեն ամեն ինչ դեռ արժևում է։ Իհարկե։ Ամեն ինչ դեռ արժևում է միանշանակ եւ Փարավոնի ժառանգի շրջանակում բնականաբար մեր աչքի առաջ յուրաքանչյուր հետաքրքիր իրադարձություն կբացահայտվի, յուրաքանչյուր պայքար կտեսնենք թե ինչպիսի լուծում է ունենում, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի, մեր շատ լավ ընկեր Ներս Ավետիսյանի հետ միասին եւ այս շատ մեկը մեկից վառ անհատականություններով հավաքված շատ հետաքրքիր ռեալիթի շոուն արդեն Armenia TV-ի եթերում, հեռուստադիտողն էլ հնարավորություն ունի ձեզ հետ միասին
ապրոմակցելու, բացահայտելու, ինչու ոչ նաև պարտվելու եւ նաև կիսելու ձեր հաղթանակներն ու հաջողությունները, այնպես որ այո, ես էլ միանում եմ Լիլիթին որպես շնորհավորանք եւ մաղթում ենք ձեզ լավ ընթացք, լավ շարունակություն եւ հանդիպենք մեր եթերում էլ ավելի հետաքրքիր նորություններով կիսվելու եւ նաև հեռուստադիտողին անմասն չթողելու այս ամենից։ Մեկ էլ այդ սեղանի մասով մեզ չմոռանաք։ Գովազդ ես բայց սիրելի հեռուստադիտողներ։ Շնորհակալություն։ Ինչ վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, հետաքրքիր հյուրաշատ այսօր իրոք բազմամարդ եթեր ենք ունեցել, իսկ հիմա ճիշտ պահն է, որ խոսենք խոհանոցի մասին եւ Սաթենիկի առաջարկած յուրաքանչյուր բաղադրատոմս էլ ավելի համեղ են դարձնում անփոխարինելի մառանիկի համեմունքները։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը, սպառողին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն մառանիկ ապրանքանիշը։ Կատարելության ճանապարհին կարևորվում է ամեն մանրուք բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական ներողություն գործընթաց եւ որակի խիստ վերահսկում։ Արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի եւ քիմքին հաճելի յուրահատուկ համերով։ Ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Այո։ Հիմա կարծում եմ պետք է տեղափոխվենք խոհանոց, հասկանանք թե ինչ փուլում են գտնվում աղջիկները, ինչ ենք համտեսելու ի վերջո այսօր։ Աղջիկներ, շնորհակալություն խոսքը փոխանցելու համար, հյուրերին ճանապարհեցինք, համեղ պատառները մնաց մեզ։ Այնքան համեղ աղթան է առաջարկել Էլիզան այսօր, մենք հիմա մեկ անգամ եւս կծանոթանանք բաղադրիչների հետ, իհարկե, մի քանի գործողություններ մենք արել ենք, կեսը թողել ենք, որպեսզի եւ ներկայացնենք օգտակար բաղադրության մասին եւ իհարկե խառնելու ենք հենց ձեր աչքի առաջ։ Այո, ողջ գեղեցիկ գործընթացը թողել ենք, որ ձեզ հետ միասին անենք, նախ կտեսնեք եւ հետո այս ընթացքը կարծում եմ ամենահաճելի պահն է։ Մենք կտրատել բովե պատրաստել ենք ամեն ինչ։ Իսկ մեկ բառով էսպես արագ եթե անցնեմ բաղադրիչների վրայով, մենք օգտագործել ենք այսօր տանձ, բջջանյութով հարուստ, օգտագործել ենք ռոկֆոր տեսակի պանիր, որը իր յուրահատուկ համից բացի նաեւ բարձր սպիտակուցային եւ առողջ ճարպային է։ Ունենք նաեւ այստեղ դդմի սերմեր, այո, ամբողջությամբ լցրա դդմի սերմեր, ունենք այստեղ ընկույզ, որը բովված է եւ այս խառնուրդը ձեզ ներկայացնեմ, այստեղ օգտագործել ենք ռուկոլա, տանձ, ավելացրել ենք շատ քիչ կծու եւ մի փոքր արդեն իսկ բովված ընկույզից, նաեւ համեմել ենք մեղրով, բալզամիկ սոսով եւ ճիշտ ընտրված ձիթայուղով։ Կարելի է այստեղ, եթե սիրում եք ավելի թթվաշություն եւ վիտամին C-ի մակարդակը բարձրացնել, կարելի է նաեւ կիտրոն, մենք այս բանին չնախընտրեցինք կիտրոն, եւ իհարկե ինչպես նշեցի, այո, մենք առողջ ճարպեր աշատացնում ենք։ Նախորդ մեր միացման ժամանակ Սաթենիկը մտածում էր, որ այս ուտեստով մենք չենք հագինա, բայց վստահեցնում եմ, եթե սա լինի որպես միջուտեստ կամ լանչ, որը կլինի ավելի թեթև, վստահաբար կհագեցնի մոտակա 2-3 ժամը, որովհետեւ հարուստ է առողջ ճարպերով։ Այսպես, ես շարունակեմ այո, վրան ավելացնենք։ Հա, վրան արդեն մանրացնում ենք, այսպես ջարդում ավելացնում ենք, որից հետո տապակած տանձը պետք է ավելացնենք։ Ամենավերջում դդմի սերմերը։ Եվ բան, արդեն պանիրը եւ ամենավերջում, այո, դդմի սերմերը Սաթենիկ։ Մեր աղցանը ասեք, որ շատ նաեւ գեղեցիկ է, բացի նա, որ բալանսավորված է։ Եվ այստեղ նաեւ էսթետիկ հաճույք եւ օգտակարություն ենք ստանալու։ Շատ արագ տապակվեցի դեպ, ձիթայուղը ինչպես Էլիզան նշել էր, վրձնով մենք տապակի վրա անցկացրել ենք, հնարավորության դեպքում բարակ շերտերով կտրատված է տանձը եւ ավելացնում ենք հիմա արդեն կարելի է նաեւ ուղակի գրիլ անել առանց որևիցե ձիթայուղ օգտագործելու։ Նա էլ է տարբերակ, այո։ Եվ այսպես կարևոր է որ այստեղ հստակ ընկալում ենք, որ եթե մենք տապակում ենք ճիշտ ձևով կամ տաքացնում ենք, այսպես կարելի է ասել, որովհետեւ հատկություն, օգտակարություն չի վնասվում, այո, եւ դա ավելի թույլ կարծիք է, որ եթե որևէ բան տապակում ենք, այդտեղից դուրս է գալիս օգտակար հատկությունները, կարելի է տապակել յուրաքանչյուր մթերք ճիշտ ձևով, պարզապես պետք է ճիշտ ընթացքում մնանք։ Իսկ մենք այստեղից բավականին կիսվում ենք այդ խորհուրդներով։ Համաձայն եմ։ Քեզ հետ, քանի որ խոսեցինք տապակելուց, ես ուզում եմ ներկայացնել մեր գործընկերոջ Աթենքի կողմից առաջարկված նագեստները, որը տապակում ենք ընդամենը
է 4-ից 6 րոպեների ընթացքում։ Մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է ինչ առաջատար է նաև Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավի նագետների բազմազան տեսականին, եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավի նագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսիչ։ Հավի նագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք, հարմար սնունդ է սպորտով զբաղվողների, պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքը առաջարկում է հավի նագետների տարբեր համային տեսականի՝ դասական, պաներով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկներ, դասական տարբերակը։ Յուրաքանչյուր նագետ փափուկ է եւ նուրբ է, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավի նագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավի նագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ, եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում, ընկերական հանդիպումները դարձնում են ել ավելի հետաքրքիր եւ ել ավելի ժամանցային։ Կարծես թե վերջնական արդյունքը արդեն պատրաստ է, շատ ախորժաբեր է։ Այո, ես խոսքս հետ եմ վերցնում։ Այս ամենը տեսնելով հասկանում եմ, որ հագեցնող է։ Այո, նաև խնդրում եմ ասա հեռուստատողներին, որ ինչքան հաճելի բույր է հենց այս պահին տարածված այստեղ։ Եվ անգամ արտաքին տեսքը տեսնելով բույրը եւ ընկալեցի, եւ համը, եւ արդեն հագեցա։ Ուզում եմ նաև ներկայացնել մեր մյուս գործընկերոջը, եթե թույլ տաս։ Խոսքը իհարկե Ժակոյի մասին է։ Մենք ունենք քաղցրություն ապահովող գործընկեր։ Սիրով ցանկանում եմ ներկայացնել մեր նոր գործընկերոջը։ Ժակո հրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի, նրբահամ կոնֆետների, լայն տեսականի, խրթխրթան թխվածքաբլիթներից մինչև հատնտի շոկոլադների բազմազան տեսականի, բացառապես անարատ հումք, թարմ բաղադրիչներ ու ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ կոկո ջամբոն։ Իրական էներգիայի աղբյուր Drive Vkusan, գետնանուշի փափուկ, կարամելի եւ շոկոլադի իդեալական համադրությամբ բոլորի սիրելի կվեստը։ Նուգա կարամել, շոկոլադե գլազուր, քաղցրություն, որը պարգևում է էներգիա, լավ տրամադրություն։ Ընտրեք ձեր սիրելի համը եւ վայելեք ամեն պահը։ Անհամբեր եմ, երբ է գալու վայելելու պահը, ես իհարկե չեմ թողնի, որ երկարի կվերցնեմ, պատարակա, իսկապես շատ անուշ բույր է տարածվել, Էլիզա, քեզ մեկ անգամ եւս շնորհակալություն, որ ամեն անգամ գալիս ես եւ համեղ օգտակար բաղադրատոմսեր ես մեզ առաջարկում։ Ես բերեցի երկու ափսե, որպեսզի հենց ուղիղ եթերի ընթացքում հեռուստադիտողների աչքի առաջ մենք փորձենք, այո։ Որովհետև հեռուստադիտողները ինձ համար շատ կարևոր է քո կարծիքը։ Դու կարող ես փաստել, որ ես պատրաստման ընթացքում պարբերաբար ասում եմ Սաթենիկ փորձիր, տեսնենք համեղ է։ Ես կվերցնեմ բալանսավորված պանիրը, տանձը։ Միշտ ուտես ես էլ հավելեմ, որ պարտադիր օրվա կտրվածքով ուշադրություն դարձրեք, որ օրգանիզմում մեր սննդակարգի մեջ տեղ գրավեն սպիտակուցները, կլինի կենթանական թե բուսական, կապ չունի, չնայած կենթանական համարվում է ինքը լիարժեք սպիտակուց, բայց միևնույն է սպիտակուցի մակարդակը պետք է լինի։ Չվախենակ կալորիաներից ինչպես չենք վախենում, եւ սպիտակուցներին իր աշխատանքի համար օգնում է բջջանյութը, հետեւաբար բալանսը պետք է պահվի սպիտակուց, բջջանյութ, առողջ ճարպեր եւ ածխաջրեր, բարդ ածխաջրեր, որպեսզի ունենանք էներգիա։ Որպեսզի սպորտով զբաղվենք, իսկ սպորտով պետք է մարդը զբաղվի։ Ամեն անգամ Էլիզան դա նշում է։ Օրվա մեջ 2 րոպե գոնե։ Միանշանակ եւ 2 րոպեն եւ եթե չունենք անգամ այդ 2 րոպեն, եթե մենք պետք է ինչ-որ գործով դուրս գանք, նախընտրեք ոտքով քայլելը եւ ոչ թե տրանսպորտապես հիմնարար է ավտոկայանատեղ գտնելը, կարող եք որևէ հարմար տեղ առաջին հանդիպած կայանեք եւ ոտքով գնաք եղանակը վայելեք աշնանային հատկապես։ Բայց նույնիսկ ինձ ասեցիք, որ սպասում
ես փաթիլներին ձգտում։ Այո։ Կարևորը այստեղ մեր ինքնավերահսկումն է մեր օրվան, ինչպես ենք մենք կառուցում մեր օրը։ Եթե մենք սննդի տեսքով այստեղ անդադ խոսում ենք, ասում ենք, բայց չմոռանանք, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւս շատ կարևոր է, անհրաժեշտ է, թե մեր ֆիզիկական վիճակի այսպես համեմատ եւ թե նաեւ թե սնունդը ինչպես կյուրացվի օրգանիզմի կողմից, որովհետեւ կան սնունդներ, որ իրենք ծանր են յուրացվում, դժվար են եւ իսկապես մեր այդ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը շատ անհրաժեշտ է, որպեսզի Այո, հարց առաջացավ, ներողություն, քանի րոպեներ ունենք, կարող ես այդ հարցին պատասխանել։ Շատերս մենք չենք խոսել այդ մասին, հիմա գուցե հարցս զարմանալի թվա։ Մենք ընդունում ենք հավեր՝ վիտամին D, վիտամին E, վիտամին A, արդյոք այդ հավելումը, որը մենք հավելյալ ընդունում ենք, օրգանիզմի յուրացնում է, թե յուրացնում է ավելի ճիշտ սննդի միջոցով, որովհետև շատ գիտնականներ այսօր տարբեր կարծիքներ են հայտնում, որ չի յուրացնում օրգանիզմը, կարող եք չխմել։ Արդյոք դա այդպես է։ Տեսեք, մի փոքր ավելի վիճելի հարց է, բայց իրականում եթե փորձեմ իմ տեսանկյունից պատասխանեմ, մենք սննդի միջոցով եթե փորձենք բալանսը ճիշտ պահենք, ավելի քիչ վիտամինի դեֆիցիտներ կլինեն, բայց եթե մենք արդեն ախտորոշվել ենք ու գիտենք օրինակ ունենք վիտամին D-ի դեֆիցիտ, ինչքան էլ մենք սննդի միջոցով փորձենք վիտամին D պարունակող սնունդը շատ օգտագործել, միևնույն է դեֆիցիտի դեպքում մեզ պետք է արդեն հաբ ավելացնել։ Հաբը նշանակում են բժիշկ սննդաբանները, էնդոկրինոլոգները, ում որ պետք է դիմենք։ Տարբերությունը բժիշկ սննդաբանի եւ պարզապես սննդաբանի։ Բժիշկ սննդաբանի եւ նուտրիցիոլոգ սննդաբանի տարբերությունը կայանում է այնտեղ, որ բժիշկ սննդաբանը բուժում է արդեն իսկ հիվանդությունը process-ը, իսկ նուտրիցիոլոգ սննդաբանները իրենք կանխարգելում են տվյալ հիվանդությունը։ Եթե ունենք օրինակ շաքարային դիաբետի նախատրամադրվածություն, դիմում ենք նուտրիցիոլոգ սննդաբանին, որ սննդի մեջ այնպես կառուցի բալանսը, որպեսզի բանը չհասնի նրան, որ դիմենք արդեն իսկ բժշկին։ Իսկ եթե մենք արդեն ախտորոշվել ենք ու գիտենք ունենք տվյալ հիվանդությունները, իհարկե կրկին պետք է հետևել սննդակարգին, բայց արդեն պետք է ուղեկցել բժշկի հետ միասին։ Հեռուստադիտողները խորհուրդները, որոնք տրվեցին հենց այս պահին, իրենք կիրառելու են իրենց կյանքում, իսկ մենք, ինչպես նշեցի, րոպեներ անց վայելելու ենք մեր անմահական աղցանը, որ ես արդեն հասցրեցի այստեղ համտեսել։ Էլիզա, շնորհակալություն։ Խոսքը ձերն է, համեցեք։ Շնորհակալություն, այո, Էլիզա Սաթենիկ, իսկ մենք էլ շարունակելով խոհանոցային զրույցները, ասենք, որ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ ու բարձրորակ մսամթերքը պատրաստվում է բնական պայմաններում սիրով եւ պատասխանատվությամբ եւ ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է։ Անարատ, այո, եւ բարձրորակ թռչնամիս սիրով պատրաստված Սյունիքի լեռներում հավ, բդիկ, թևիկ, քարաճիկ, սիրտ եւ այլ տեսականի Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութում Պարույր Սևակի 92 դրոպ 6 հասցեում։ Հարժում արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ։ Հարակումն ամբողջ Երևանում անվճար է, զանգահարեք 041 01 01 42։ Զանգեզուր թռչնաֆաբրիկա մաքրություն, որը դառնում է վստահություն։ Այս պահին կարճատև դադար է մեզ մոտ, սիրելի հեռուստադիտողներ, մնացեք մեզ հետ, հետաքրքիր է դեռ առջև։ Ինչ սիրելի հեռուստադիտողներ, այսքանն էր։ Մեզ մոտ տրամաբանական ավարտ է այս պահին, սիրելի հեռուստադիտողներ, այո, այսքանն էր։ Անպայման հետևողական եղեք մեր սոցիալական կայքերին, Facebook-ում եւ Instagram-ում, Բարի լույս Armenia TV եւ կտեսնեք թե ինչպիսի հրաշալի նախաճաշ ունեցանք այսօր Էլիզայի եւ Սաթենիկի կողմից։ Ձեզ մաղթում ենք միայն արդյունքը, ահա, էկրաններին է, կարող եք տեսնել նաեւ։ Ձեզ մաղթում ենք հրաշալի օր, օրվա շարունակություն։ Եվ անպայման առողջություն ու հետևեք ձեր առողջությանը, գնացեք բժշկի, կանխարգելեք որևէ խնդիր, այլ ոչ թե հասեք դրա բուժման։ Սա ավելի կարևոր է, քան բուժման process-ը, ինչքան էլ որ բուժման process-ն էլ միանշանակ պարտադիր է։ Նա ինչ ձեզ մնում է միայն մաղթել հաջող օրվա շարունակություն, սիրելի հեռուստադիտողներ, եւ փորձեք առավոտները սկսել մեզ հետ։ Հաջողություն։